Սարգսյանը նախագահության Բավակյանի քարտուղարության Բաղդասարյանի շարունակում է ԹԻՖԿԴ կոտրակ 0109 կոտրակ 02 կոտրակ 24 քաղաքացիական գործի քննությունը ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դեմ Ալեքսանդր Ազատի Սարգսյանի եւ մյուսների ապօրինի ցակումներով գույքի բռնական պահանջի մասին դատական նիստերի քարտուղարին Խնդրեմ Զեկոսյա դատարանի ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատախազության ներկայացուցիչ Աննա Հարությունյանը, պատասխանողներ Ալեքսանդր Հայկ եւ Նարեկ Սարգսյանների ներկայացուցիչներ Վարազդատ Հարությունյանը, Վլադիմիր Գաբրելյանը, Ալբերտ Բենգլյանը, դատավարության մյուս մասնակիցները ծանոթված են չեն ներկայացել եւ դատական նիստերի դահլիճում է իրավաբան կետների օպերատոր Տիգրան Ղուկասյանը, վերջինս ցանկանում է կատարել դատական նիստի տեսանկարը։ Ինչ կարծիք եք կողմեր, որպեսզի գործունեությունը շարունակեն դատավարության մյուս մասնակիցների բացակայությունը պատասխանողների ներկայացուցիչները բոլոր համակարծիք են։ Լսելով կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով որ դատավարության բոլոր մասնակիցները պատշաճ ծանոթված են այսօր դատական նիստի ժամի եւ այլի մասին, դատանը խոչընդոտ չի տեսնում, որպեսզի գործունեությունը շարունակեն վերջիններից բացակայությամբ։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի այսօրվա դատական նիստը տեսանկարահանվի։ Մենք հարցում ենք պատասխանատվական, ինչպես նաև միջնորդում ենք, որպեսզի դատական նիստը հասնի դառնալ դատական ռեժիմով։ Միջնորդում ներկայացնում ենք Շատ լավ, հաշվի առնելով, որ տրամփակ դատական նիստ անցկացնելու միջնորդությունը ներկայացվում, որը որ քննվում է տրամփակության ռեժիմով, դրանով պայմանավորված միջնորդության քննարկման համար դատական նիստերի դահլիճում կարող են գտնել բացառապես կողմերը, կարգադրիչը եւ նիստերի քարտուղարը, մյուսներին խնդրում ենք լքել դահլիճը եւ սպասել մինչեւ դատարանը որոշում կայացնի արդյոք տրամփակության ռեժիմով ենք շարունակելու գործի քննությունը, թե ոչ։ Շատ նեղ է մեկնաբանում ձեր կողմից բաժնեմասի ձեռքբերումը, որովհետև եթե նեղ այդպիսի մեկնաբանություն կա, ստացվի որ ձեռքբերումը ինքնին ենթադրում է 20,000, 50,000 դրամ պայմանական է կանոնական կապիտալի համարվում եւ անձի անվան գրանցվում է իրականում այդ բաժնեմասը։ Բայց իրականում հատկապես լրացուցիչ ներդրումների որոշակի դրամային հոսքերի արդյունքում բնականաբար բաժնեմասի արժեքը շեշտակիորեն աճում է։ Եվ եթե կատարվում են նման ներդրումներ, իսկ ստացված շահաբաժինների չափը, որը հասնում է մի քանի միլիոն դոլարի, բնականաբար վկայում է կոմպետենտի գերության մասին չեմ ասում, կարծում դեռ հարցը ընդհանուր է վերաբերում, ընդհանուր է պատասխանում։ Այո, բնականաբար ենթադրում է, որ նման ներդրումներ եղել են, որովհետև որևէ պարագայում 50,000 դրամ կանոնական կապիտալի համալրումը չի կարող կապվել ընկերության տնտեսական գործունեության հետ եւ ստացված շահաբաժինների հետ։ Եվ այո, այն պարագայում, երբ ակնհայտորեն իրավասու մարմինը արձանագրում է, որ պաշտոնատար անձի պատկանող իրավաբանական անձից ընդունում այնպիսի իրավաբանական անձից, որտեղ ակնհայտորեն պայմանականորեն ֆիքսվել է կանոնական կապիտալի համալրման 20-ից 50,000 դրամ, ստացվում են էականորեն մեծ շահաբաժիններ, այդ պարագայում բնականաբար գույքի ապօրինի ցանկություններով կանխապարկածը սկսում է աշխատել, այդ թվում նաև շահաբաժինների վրա, որովհետև հարց է առաջանում պայմանականորեն պաշտոնատար անձը, ով չկրկնում է, ունի որոշակի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու անհամատեղելիության պահանջ, կատարել է զբաղվել է որոշակի ձեռնարկատիրական գործունեությամբ եւ ստացել է որոշակի շահաբաժիններ, ինչ ներդրումներ է կատարել այդ շահաբաժինների ստացման համար, ընդ որում դեպի նկատի ունենալ, որ այդ մասով նաև հարցումների դատախազությունը ուղարկել է եւ պատասխան բնականաբար Ներողություն, ճիշտ է, դուք անհամատեղելիության վերաբերյալ այստեղ փաստարկեք ձեր հայցը։ Անհամատեղելիության պահանջը բնականաբար իրավական հարց է եւ բոլոր յուրաքանչյուր դեպքում, երբ ստացված շահաբաժնի վերաբերյալ որոշակի տվյալներ կվկայակոչվում եւ դրանք լինեն քննարկման առարկա, թե ինչու են դիտարկվում ոչ թե օրինական այլ ապօրինի, բնականաբար իրավական համատեքստում այդ հարցը ենթակա կլինի քննարկման, ընդ որում սա ասեմ, որ նաեւ այս առումով որոշակի պրակտիկա ունենք նաեւ վերաքնի ճարտյանում, պարզապես գործը դեռևս գործը դրամփակության ռեժիմով է քննարկվել եւ դեռևս օրինական ռեժիմի չի մտել այդ դատական ակտի համապատասխանատված ինչն է դա, բայց դա իրավական հարց է, այսինքն անհամատեղելիության պահանջը մշտապես պիտի քննարկման առարկա դառնա։ Որովհետեւ գործենք հանրային ծառայության հետ եւ որոշակի ակտիվների։ Եկեք մի հատ համակարգային գնանք, էլի, որ համեն մեր հարցը իսկապես բարձր է։ Անհամատեղելիության պահանջի առկայության փաստի ուժովա, որ գործում է ստացված դիվիդենդների ոչ օրինական լինելու հանգամանքը։ Դա մի եկեք անհամատեղելիության պահանջ։ Մյուսը որ ասեք գերեք, էլի, որտեղ ձեր հայցատիում Հայցատիում արդեն նշված է, որ 20,000 կամ 50,000 կանոնական կապիտալի համադրումը
կապվում ստացված շահաբաժների հետ եւ ակնհայտ է, որ նման ծավալի շահաբաժների ստացումը ենթադրել է նաեւ որոշակի լրացուցիչ ներդրումների իրականացում։ Ես այս մի օրինակ բերեմ, խնդրում եմ այս օրինակից վրա հաստատեք ձեր դիրքորոշումը, որովհետեւ մեր կարծիքները տարբերվում են։ Ես ունեմ ընկերություն 50,000 դրամ չեմ ներել, 10,000 դրամ եմ դրել կանոնադրական կապիտալում, կատարել եմ 0 ներդրում, առել եմ մաքսիմում Աշոց ֆորմատի թուղթ, իմ համակարգիչն է եղել, գրիչ, ու մի քիչ լույսի փող եմ մտցել։ Ու զբաղվում եմ ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ստանում եմ շահույթներ, էական շահույթներ, որոնք ընդհանրապես համատեղելի չեն կանոնադրական կապիտալում իմ դրած 10,000 դրամի հետ։ Որտեղ կանոնադրական կապիտալում ներդրված գումարը լրիվ այլ գումար է, եւ իմ գործունեությունը իրականացնում եմ խորհրդատվության եղանակով, հա? Եվ ինձ ներդրումներ պետք չեն, պետք չի ես գույք առնեմ, չգիտեմ, ոչ ոք պետք չի առնել, էլի։ Հա։ Հիմա դուք իմ նկարագրած օրինակը անհնար եք համարում, իմ նկարագրած օրինակի գոյությունը օբյեկտիվ իրականության մեջ չներդրում չանել եւ ստանալ շահույթ, անհնար եք համարում ընդհանրապես։ Տեսեք, օբյեկտիվ իրականության մեջ որևէ օրինակ բնականաբար եթե վերացական եւ փաստերից լրացված դիտարկի կանոնը չէ, բայց այստեղ մի քանի հարց պիտի հնչեցնեմ ձեր օրինակից ելնելով։ Տնտեսական գործունեության տեսակը ո՞րն է։ Ասացիք խորհրդատվության համադրում, ճիշտ է, այսինքն բացի ձեր մտավոր գործունեությունից այլ որևէ, իսկ տարած վարձակալում եք այդ ընթացքում։ Ոչ։ Աշխատակիցներ։ Տարած վարձակալում է։ Վարձակալում եք, իսկ աշխատակիցներ ունեք։ Ունենք։ Իսկ համակարգիչներ եւ այլն գնում եք, որպեսզի այդ ընկերությունը աշխատի, իսկ կոմունալ վճարում։ Այո։ Տեսնում եք, որ լրացուցիչ ծախսերի մասին է խոսքը, որոնք անհրաժեշտ է գնահատել։ Հիմա ձեզ շարունակեմ։ Իմ օրինակը շատ լավ օրինակ է։ Առանց կանոնադրական կապիտալի մեջ ավել 1 դրամ ներդնելու վարձակալում եմ տարածք իմ գործունեության արդյունքում գեներացված դրամական միջոցներից վճարում եմ այդ տարածքի վարձակալության վճարը, իմ գործունեության արդյունքում գեներացված միջոցներից վճարում եմ աշխատողների աշխատավարձը։ Այսինքն կանոնադրական կապիտալում հավելյալ դրամական միջոցներ ներդնելու կամ ընկերությանը սեփական փոխառություն տրամադրելու անհրաժեշտություն չունեմ։ Հարց. բավարարում է այս օրինակը ձեզ, թե ինչ-որ խնդիր ունի։ Պարոն Հարությունյան, ըստ խոսում ենք նույն բանի մասին։ Բնականաբար տեսեք, դուք եք ձեր վերած օրինակում հստակ նշեցիք, որ ձեր կողմից կանոնադրական կապիտալի համալրումը ձեր իրական տնտեսական գործունեության հետ որևէ կապ չունեցավ եւ ձեր վերած օրինակը իրականում փաստում է դատախազության հենց փաստարկավի հիմնավորում է, որովհետեւ ես նույն բանն եմ ասում, ես չեմ հակառակում, որ կանոնադրական կապիտալի ձեր կողմից համալրած 10-20,000 դրամը ձեր իրական տնտեսական գործունեության հետ որևէ կապ չուներ, իրական տնտեսական գործունեության կապ ուներ։ Մի շարք հանգամանքներ, ինչպես ինքներ նշեցիք, տեխնիկա, տարածքի վարձակալություն, աշխատակիցներ եւ այլն, բայց այստեղ մի կարևոր փաստական հանգամանք կա, որը ձեր վերած օրինակում չկա։ Ձեր վերած օրինակում փաստաբանը կատարում է իր աշխատանք ուժի ծառայությունը, այո, բայց կոնկրետ եթե չվերացարկվենք եւ գործի փաստական հանգամանքների շրջանակներում մնա, խոսքը բարձրագույն պաշտոնատար անձի մասին է, խոսքը ազգային ժողովի պատգամավորի մասին է եւ ձեր կողմից նշած օրինակը հենց ենթադրեց տնտեսական գործունեության իրականացում, որը իրականում որևէ կապ չուներ 10 եւ 20,000 դրամ պայմանականորեն ներդրված Այսինքն դատախազության դիրքորոշումը հետեւյալն է. հնարավոր է ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում չանել հավելյալ վերացուցիչ միջոցներ։ Ոչ թե կանոնադրական կապիտալում ներդրում, պարոն Հարությունյան, այստեղ դուք ներդրում եք մինացնի կանոնադրական կապիտալի համալրման հետ։ Ես հստակեցնեմ, որպեսզի շփոթ չի լինի։ Խոսքը որոշակի ֆինանսական միջոցներով ընկերության աջակցելն է, որպեսզի ձեր նշած այդ գործառույթները իրավաբանական կարողանա անի, ինքի պայմանագրեր, վարձակալի տարած եւ գազի եւ այլնի արդյունքով։ Հիմա հարց. այսինքն հնարավոր է ընկերություն ստեղծել սեփական գրպանից ավել գումար չներդրել այդ ընկերության մեջ։ Ես դա չի ասում, պարոն Հարությունյան, վերջացնեմ ավելի լավ է, էլի։ Այդ ամեն ինչը չանել,
հենց այդ ընկերության գործունեության արդյունքում գեներացնել դրամական միջոցներ եւ ընկերության գործունեության արդյունքում գեներացված դրամական միջոցներով այդ ծախսերը անել, բացառությամբ, եթե այդ ընկերության մասնակիցը կամ մասնակիցներից որևէ մեկը չի հանդիսանում պաշտոնատար անձ, այսինքն, եթե պաշտոնատար անձ է, ուրեմն այս նկարագրածը հնարավոր չի, եթե պաշտոնատար անձ չի ընկերության մասնակիցը, ապա այն օրինակը տեղին է եւ համընկնելի։ Ոչ, պարոն Հարությունյան, էլի համատեղելի չի, որովհետև ձեր կողմից նշածը վերաբերում է կանոնական կապիտալը 10,000 դրամ պայմանավորները թողելու թե ոչ։ Եվ դա հնարավոր է։ Չէ, բայց ես էլ ավարտեմ, որ ձեր ասած օրինակը, երբ տնտեսական գործունեության մեկն արդի անհրաժեշտ, շահույթի գեներացման համար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում է անհրաժեշտ։ Հենց դրա մասին է խոսքը։ Եվ դա բոլորովին չի կապում 10 եւ 20,000 դրամի հետ, բայց որպեսզի իրավաբանական անձը սկսի նման լայնածավալ տնտեսական գործունեություն կատարել, անգամ ձեր կողմից նշած նվազագույն ծախսերը կատարելու համար բնականաբար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսական միջոցներ։ Ինչքան։ Ես այստեղ արդեն պետք է քննարկել օրենքի նպատակների տեսանկյունից, այն է կոռուպցիայի դեմ պայքար, եւ պաշտոնատար անձը պաշտոնի ստանձնումից հետո ստանում է իրավաբանական անձից մի քանի միլիոնների հասնող շահաբաժիններ, այն պարագայում, երբ վերջինս հանդիսանում էր հայտարարություն պաշտոնատար անձ եւ կանոնադրական կապիտալի 10-20,000 դրամը պայմանականորեն, բնականաբար չի կարող կապել ստացված շահաբաժինների օրինականության հետ։ Եվ այստեղ պիտի ներողություն ավարտեմ, այդ ապացույցման շնորհի մասին խոսենք, առավել հավանական է, որ ստացված մի քանի միլիոնի շահաբաժինը օրինական է, թե ապօրինի է։ Առավել հավանական է, որ ապօրինի է, քանի որ պաշտոնատար անձի կողմից հիմնադրվել են պայմանականորեն ձևական արժեքներով կանոնական կապիտալի համալրում է կատարվել կամ պայմանականորեն շատ ձևական արժեքներով 25-10,000 դրամ ձեռքին բերվել բաժին ասել, բայց դրացվել է ահռելի շահույթ։ Ես այնքան բան է կարող կոնկրետացնենք մեր օրինակը։ Հանա մեկ ՍՊ ընկերությունը, որի մասին ենք խոսում, զբաղվել է գովազդային վահանակների միջոցով ծառայությունների մատուցմամբ։ Գնում եմ բանկ, լիզինգով վերցնում եմ գովազդային վահանակները դնում եմ, պատվերները ստանում եմ, տեղադրում եմ, ամսվա վերջում ինձ վճարում են, ես ստանում եմ վարկս մարմնը։ Ինչ ներդրման մասին է խոսքը։ Տեսեք, հիմա էլի պարոն Հարությունյան, ենթադրությունների համատեքստում եք նշում։ Միակ բանը, որ ենթադրությունների մեջ է ձեր հայացատինումն է, մենք ենք ուզում կոնկրետացնենք։ Եվ պետք է նկատի ունենալ նաև որոշվեք ենթադրությունների համատեքստում է եւ այլն, բնականաբար պիտի նկատի ունենանք նաև հավանականությունների հավասարակշռման սկզբունքը եւ ողջամտությունը, այն վերլուծությունը, որը կատարվում է։ Դա այն սկզբունքն է ապացման բեռի, որը միջազգային ընդունված է նման դեպքերում եւ նման մոդելներում եւ այդ նաև համանդրական դատանի որոշման համատեքստում։ Շատ լավ։ Բայց դիտարկում անենք։ Նույնը ձեր վաղնշած վահանակների մասով։ Տեսեք, դուք ինչ որ տեսականորեն նշեցիք մի իրավիճակ, որ անդստացավ լիզինգ եւ այլն ձեռքբերած վահանակներ, բայց մենք կոնկրետացված չենք ծնվում բանալու։ Մեր պնդումը ախր մեր ամբողջ գարդի դատան բազաբանն էլի շատ անկյունակային նշանակություն ունի։ Մեր պնդումները, մեր դիրքորոշումը, մեր հարցադրումները այս առանցքի շուրջ են պատկվում։ Արդյոք օրենքի 22-րդ հոդվածի շրջանակների ծավալի, այսինքն կանխավարկածի ծավալը այնքան լայն է, որ ներառելու է նաև հանա մեկ ընկերության կողմից գեներացված շահույթի ողջ ամբողջությանը, իրավաչափությանը, ինչ կուզեք անունը դրեք, որովհետև դուք իմ հարցադրումների պատասխանը այնքան ընդհանրական եք շարունակում։ Ես ուզում եմ կոնկրետանալ գալիս եմ անհամատեղելիության պահանջին, մոտս գրում եմ, որ հետո սրան անդրադառնամ, դրանից անմիջապես հետո ասում եք, եւ դա չի կարող կապվել 10,000 դրամ կամ 50,000 դրամ կանոնական կապիտալում ներդրման հետ։ Ախր բայց կանոնական կապիտալում 50,000 ներդրման տրամաբանությունը կանոնական կապիտալը 50 հատ պայմանական 1000 դրամանոց բաժներ մասեր ունենալու մեջ է ընդհանրապես, որը կապ չունի այս ընկերության գործունեության կամ այս ընկերության սեփական կապիտալի հետ։ Մենք սեփական կապիտալի հարց չենք քննարկում, չենք քննարկելու, որովհետև ձեր հայցատիվում սեփական կապիտալի վերաբերյալ որևէ բան չկա։ Դուք եկել եք ասում եք կանխավարկածը նաև հանամեկին է, հանամեկի վրա է տարածվում։ Բա հանամեկը ուր է հարգելի դատարան։ Հանամեկը ստեղ տեսնում ենք մենք պատասխանը։
Պարոն Հարությունյանը, պատասխանող ներգրավում է բնականաբար սուբյեկտային դեպքում, երբ իրենից որոշակի ապօրինի ծագումով գույքի բռնագանձում։ Հիմա տվյալ պարագայում հանամեկից որոշակի գույքի բռնագանձման պահանջ չկա, տրամաբանական է, որ պատասխանների ցանկում չկա։ Բայց երբ նշում եք, թե ինչու կոնկրետ դա մեծ հաստական հանգամանքի վրա հիմնված հայեցադիմը եւ այն փաստարկը, որ ես հնչեցնում եմ, համալիր փաստարկներ են դրանք։ Մի քանիսը, որ ես արդենից նշեցի, այսինքն պաշտոնատար անձի կողմից ձևական օրենք 25-50,000 դրամի չափով բաժանմասի ձեռքբերում, որը դուք եք ըստ էության ձեր խոսքում համաձայնեցիք, որ ռեալ իրական տնտեսական գործունեության որը ուղղակի կապ չունի, եւ երկրորդը, որ տեսական օրենք ներողություն, եւ երկրորդը, որ այն փաստը, որ տնտեսական գործունեության իրականացման համար բնականաբար անհրաժեշտ են լրացուցիչ ներդրումներ, լրացուցիչ ֆինանսական հոսքեր, եւ այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ ստացվում է շատ խոշոր առանձնապես խոշոր չափի շահբաժներ ձեր կողմից նշած պայմանական 25-50,000 դրամ հանրական կապիտալիզացիոն ընկերություններից։ Եվ զուգահեռ դրան նաև իհարկե լրացուցիչ իրավական հարց է, որի բնականաբար պիտի անդրադառնանք, դա համատեղելիության պահանջ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու պատգամավորների համար նախատեսված։ Դա ևս Համատեղելիությունը կանադառնանք։ Ես մի անգամ եմ ցանկանում կոնկրետացնել, եւ ես հարցում չեմ անդրադառնալ։ Հարգելի դատան, ըստ էության ես հարցին պատասխանեցի։ Ինչ գիտեք ինչ հարց եմ տալիս։ Հա, իսկապես նույն հարցն եք ցանկանում։ Ինչ գիտեք ինչ հարց եմ տալիս։ Դե լսեք նոր կասեք հարգելի դատան։ Չեք ավարտել, չեք ավարտել իհարկե։ Ձեր կարծիքով մենք նաև մեր վրա է դրվելու բեռը ապացուցելու, որ հանա 1-ի գեներացված շահույթը, որից հարկվելուց հետո ուրեմն ծագել է դիվիդենդ, որը վճարվել է պարոն Սարգսյանին, նույնպես օրինական է։ Մենք պիտի ապացուցենք ըստ Եթե նկարագրեք հանամեկից շահբաժնի ստացում, որովհետև այդ ժամանակահատվածում շահբաժնի ստացման վերաբերյալ դրանը ձեռք չեն բերվել կոնկրետ այդ իրավաբանական անձից։ Եթե նկարագրեք որոշակի շահբաժններ, հանամեկից հանամեկի ձեռքբերումը, այո, բայց շահբաժների մասով որոշեք, եթե ներկայացնեք շահբաժնի ստացման վերաբերյալ տվյալներ, այդ դեպքում բնականաբար օրինականության հիմնավորման բեռը ըստ դատախազության հենց պիտի գրեք, այո։ Տեսեք, դուք գրել եք միայն ընկերության փաստացի կատարված ներդրումների ծավալների եւ դրանց կատարման աղբյուրների պարզումից հետո փաստացի կատարված ներդրում եք ասում։ Հիմա հարցս հետևելն է։ Իսկ ներդրումները օրինակ հնարավոր չի լինի օրինակ նոր գաղափարների, առաջարկների, ծրագրերի միջոցով կամ ինչ-որ մեկի կողմից նվիրատվության միջոցով։ Ներդրումները կարող են լինել բնականաբար տարբեր տեսակի եւ դրանց վերաբերյալ քննարկումը կարող է իրականացվել եւ բնականաբար ես դրանց վերաբերյալ կարծիք կարող եմ հայտնել, եթե կոնկրետ հաստատ հնչեցվի բնականաբար։ Լավ։ Եվ հաշվի ներողություն լրացնել, եւ թե ինչպիսին են ներդրումները եղել իրենց բնույթով, որ հնարավորություն կան առանց որևէ առհասարակ ֆինանսական միջոցների ուղղման գեներացնել այդ շահույթ։ Հասկացա։ Բավարարին թե ոչ։ Գործընկերս հպանցիկ այդ հարցը տվեց, բայց հետո շերմեցիք անցակ ուրիշ հարցի քննարկման մնաց, բայց կարևոր էր ես տամ այդ հարցը։ Ուսումնասիրել եք այս տվյալ տեսակի գործունեության համար, նշեց գործընկերս ինչ գործունեություն է։ Կոնկրետ այս տեսակի գործունեության համար ինչքան ներդրում է պետք, որովհետև տարբեր բիզնեսների համար ներդրումները կարան տատանվեն օրինակ 100,000 դրամից մինչև 100 միլիարդ։ Ուսումնասիրել եք կոնկրետ մեր դեպքի համար ինչքան է ներդրում պետք, ասում եք ներդրում է պետք, ինչքան է պետք ներդրում։ Տեսեք դուք էլ նշեցիք, որ այդ ներդրումները տատանվում են եւ կարող են տարբերություններ։ Եվ այնուհետեւ ուզում եք մասնավորություն ձեր դեպքի մասով, բայց ձեր դեպքի մասով որևէ առանձին մասնավորությունով տվյալ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դատախազն անցան հարցումներ է ուղղել ընկերության չի ստացվել։ Ընտրեմ այդ հանգամանքները ներդրումների շատ հնարավոր է լինել շատ տարբեր։ Եվ այստեղ պիտի հասկանանք նախ հանատրանսիտ որքան շահբաժնի ստացման մասին է խոսքը լինում եւ որքան եք պատրաստում վկայակոչել, վկայակոչում եք թե ոչ, ինչ չափի մասին է խոսքը եւ այստեղ ակնհայտ եւ տրամաբանական է, որ կանոնական կապիտալի համալրման չի կարող պայմանավորվել։ Հետևաբար ոչ, առանցին վերլուծություն տնտեսական գործունեության մասով, թե յուրաքանչյուր տարվա մասով ոչ, բնականաբար չկա այդ ասելիքներ վկայակոչել չէ։ Եվ անհրաժեշտ Այս մասով եթե ունեն գործընկերներս այլ Պարոն Մեգլյան, մինչև ձեր հարցին անդրադառնալը, ես մի հատ հարցադրում ունեմ սրա հետ կապված։ Մենք հիմա այս հանա-1 ընկերությունից ստացված շահբաժնի օրինականության հետ կապված վեճ ունենք, հաշվառելով, որ Տիկին Հարությունյանը նշում է, որ տեղեկություններ չունեն, որ հանա-1 ընկերությունից շահբաժններ ստացվել են։ Հիմա
ես դա եմ ուզում հասկանամ, հա, այս օրինակով միգուցե այլ ընկերությունների մասով եք ուզում հասկանալ, բայց կոնկրետ հանրամետ ընկերության հետ կապված ունենք վեճ, որ շահաբաժին է ստացվել, որ դատախազության կողմից դիտվել է ոչ օրինական, ապօրինի ու դուք հիմա դա եք ուզում հասկանալ։ Մենք ընդհանրապես ուզում ենք հասկանալ, ինչ են գերել կամ ինչ են գերել, որովհետև եթե դիվիդենդների մասով դատախազությունը որևէ ինֆորմացիա չունի, ուզում ենք հասկանալ ինչ է հանրամետ ընկերության կանոնադրական կապիտալու մասնակցությունը ընդհանրապես դառը վերջի առարկա։ Այս մարդիկ գրել են հարկի դատա, որ օքեյ, որ այդ 50,000 դրամը ուներ, որ առներ։ Լավ, իսկ պահանջի մեջ կա դա ներողություն։ Պահանջի մեջ չեն ուզում բանալու, ուզում են։ Ուզում ենք հասկանալ, ես ինչ է։ Կասեք որտեղ է նշված։ Հանատրանս, չէ, հանամեկի Հանատրանս համասեր, եւ հանասերվիս կա հարգելի դատարան։ Այլ հարց է պարոն Հարությունյան, որ արդյոք հաշվարկների մեջ կոնկրետ այսօրվա դուրս, այսինքն հանամեկ ՍՊ-ի ձեռբերման դիմաց դատախազությունը ինչքան գումար է նվազեցրել եկամուտներ։ Սա պետք է լինի հարցի քննարկման առարկան տվյալ իրավիճակում։ 50,000-ն է նվազեցվել։ Ավել չի նվազեցվել։ Կարծում եմ, որ այս հարցը կարող ենք անցնել կամ եթե որպես օրինակ հանամեկ ՍՊ-ին եք ուզում անդրադառնալ, այո, բայց ըստ էության պահանջ չկա։ Մեկից ստացած եկամուտը օրինական չէ դիտարկելու, չէ։ Դիտարկելու թե դիտարկելու։ Դիտարկել, հա։ Այստեղ շահաբաժնի հիշատակում ինչ են տեսնում հայցատում, որ ձեր նշած իրավաբանական անձը։ Այլ իրավաբանական անձանցից կա եւ ըստ էության նույն մոտեցմամբ են գնահատվել դրանց օրինականությունը։ Այսինքն հանրի սկզբունքը նաեւ այլ իրավաբանական անձանց մասով եւ նշեցվի։ Բայց կոնկրետ այլ իրավաբանական անձից այո ոչ։ Այլ հարցեր։ Կոնկրետ հանամեկ ՍՊ-ի մասով երևի թե եզրափակվենք, որովհետև պահանջ չկա, եթե ուղղակի զուտ օրինակի համար ուզում ենք օգտագործենք այս օրինակը, կարող շարունակենք։ Ուրեմն արձանագրեցինք, որ հանամեկի հետ կապված շահույթ չկա ստացված ու դրա օրինականության ապօրինության հարցը չի քննարկվում։ Չկա ստացած։ Դատախազության կողմից ներկայացված։ Հիմա, երբ որ դուք կներկայացնեք, արդեն դա դատախազությունը այդ հարցերը միգուցե ձեզ կտա ու դատարանը կգնահատի։ Կարող դեպքում այս ընկերությունից ստացած շահույթի մասով այդ խնդիրը տեսնում եք օրինական հարցերն էլի օրինականության հետ կապված։ Հիմա վաղը բերելու ենք դատախազությունը ինչ ասում, ասում օրինական չի շահույթը։ Հիմա մենք վաղը որ բերենք, որ չենք վերադառնալու փաստական հիմքերին, հիմա փաստական հիմքերի մեջ գրած է սա, դրա համար ուզում ենք այս հարցը սպառենք, որ վաղը օրինակ ապացուցման բեր բաշխի բերենք սրա շահույթը, այս հարցը արդեն փակված լինի։ Փաստական հիմքերում է, չէ՞ նշած, հիմա այդ ենք քննարկում։ Պարոն Կապելյան, հա, այս որ ներկայացրեց իրենց դիրքորոշումը, ոնց են գնահատելու մոտարապես ինչ առարկություններ են ներկայացնում դրա հետ կապված։ Ի վերջո դատարանն է գնահատական տալու ներկայացված բոլոր ապացույցներին։ Դա ամեն դեպքում այդ առարկություններն էին բարձում ու ինձ թվում է շատ արդյունավետ է դու հարցը այս մասով։ Եթե այս հարցերը տալիս եք հաշտության համաձայնության շրջանակներում, խնդիր չկա, կարող եք այս հարցերը քննարկել։ Դատարանը նույնիսկ ձեզ ժամկետ կտրամադրի, որպեսզի այդ հաշտության հարցը կողմի հետ քննարկել։ Այս փուլում տեսնում եք հաշտության հնարավորություն։ Հարցերը սպառենք մենք հաշտության վերաբերյալ դիրքորոշում ունենք։ Շատ լավ, հաջորդ հարցը։ Հիմա տեսեք, նշել եք սա բնույթ 2008 թվականին Ալեքսանդր Սարգսյանի կողմից Գումարի հետ կապված արդեն հարցեր ենք քննարկում։ Հարկերի դատարանը մենք միջնորդություն ունենք վերոնտակ հասկանալու, որտեղ հարցը վերաբերվում է որոշակի օրենքով պաշտպանվող գաղտնիք հանրային տեղեկությունների։ Պարոն Հարությունյան, իսկ այն, որ դրանք դուք բոլորը խմբավոր եք եւ մեկ դատական նիստի ընթացքում կազմակերպենք այդ հարցերը։ Հարկերի դատարան այդ պարագային կմիջնորդենք, որպեսզի սույն դատական նիստը հետաձգվի, որովհետեւ մենք պատրաստ չենք խմբավորված չի մեր մոտ, մեծ ժամանակական որ խմբավոր ենք։ Լավ, իսկ այլ հարցեր չկա, որ այս փուլում կարող եք տալ։ Այսինքն զուտ սկզբունքի տեսանկյունից, որ հասկանանք ինչ սկզբունքով է առանց մանրամասնելու կոնկրետ փաստական տվյալների մեջ այս սկզբունքի տեսանկյունից որպեսզի հասկանանք։
Գոնե մի քանի դեպքում ժամանակ տվեք հասկանալ, որ հարցը բարձրացնենք, որ չենք կարող։ Ամեն դեպքում նկատի ունեցեք, որ դատարան 4.5 այլ նիստով ծանրաբեռնվածություն ունի, այնպես որ մենք ունենք 30 Նշել եք 18-12 թվականին Հայկ Սարգսյանի անվամբ 50,000 դրամ կանոնադրական կապիտալով հիմնադրվել է Ակնածոր ՍՊ ընկերությունը, ինչն օրինական եկամուտներով հիմնավորվել է 10,238 ԹՀ դրամով, 20.5% մասնակցությամբ։ 18/2011 թվականին փոխանցվել է Նարեկ Սարգսյանին։ Արդյոք նշված ընկերության հարցը սա, արդյոք նշված ընկերության օրինական բերում համարված 20.5% մասնակցության համապատասխան շահույթ նշված ընկերությունից ստացվել է թե ոչ, եւ եթե եղել է շահույթ, այն հաշվի առել եք թե ոչ, բարձրել եք այս մասին։ Ակնածորի ծառայության շահաբաժնի ստացում չի արձանագրվել դատախազության կողմից, իսկ ձեր կողմից նշած չտեսեցի նորից կասեք։ Ակնածորի ծառայության շահաբաժնի ստացում չի արձանագրվել դատախազության կողմից, ստացված փաստաթղթերը։ Ինչ վերաբերում են կողմից կատարված արձանագրման հայցադիում, դա վերաբերում է կանոնադրական կապիտալի համալրման համար վճարված 10,000 դրամի ընդհանրապես։ Բայց շահաբաժնի վճարման մասը չկա ինֆորմացիա։ Հասկացա։ Այս ակնածով է ճիշտ եմ հասկանում, որ 20.5%-ը օրինական եկամուտներով հիմնավորված է համարվել։ Այդ համալրման, այդ 50,000 դրամի ծախսի 20.5%-ը է։ Այսինքն մասնակցության այսքան տոկոսը հիմնավորված է։ Կանոնադրական կապիտալի համալրման այդ 50%-ը, որովհետև հիմա եթե կրկին բաժնի մասի իրական արժեքի մասին եւ հիմնավորվածության մասին խոսենք, վերադառնանք եւ նախկին ասեմ, էլի, դուք այս առարկայի մեջ հայցապահանջում եք 100%-ն եք ուզում պահանջում, էլի։ Նա այս մաթեմատիկան բացատրեք։ Իրավասու անի մոտեցումը հետևյալն է. Երբ հասարակագնահատումը որոշակի դեպքի օրինականություն եւ ապօրինություն, արձանագրվում է այն տոկոսը, որը իրավասու անի գնահատմամբ ապօրինի է։ Բայց պահանջում կտեսնենք, որ պահանջում են գույքերը բռնագանձել ամբողջությամբ, դատախազության մոտեցումն այն է, որ օրենքում օգտագործող գույք, որ այս գույքի ապօրին ծագումցող գույքի հասկացությունը, այն է գույք, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, վերաբերում է ամբողջական գույքին, իսկ գույքի բաժին տերմինը, որ օգտագործվում է, դա ոչ թե բաժնի տոկոսին է վերաբերում, այլ դա վերաբերում է իրականում բաժնային սեփականությանը։ Օրինակ, անձն ունի որոշակի բնակարանում 1/2 բաժին եւ 1/2 բաժինն էլ այլ անձի է պատկանում, որովհետեւ այլ հատուկ կարգավորումներ այս մասով նախատեսված չեն։ Դատախազության մոտեցումն այն է, որ բոլոր դեպքերում երբ առկա է դրամական միջոցների միախառնում եւ որոշակի գույքի ձեռքբերման համար թե օրինական եւ թե ապօրին դրամական միջոցներ ուղղվել, գույքը դիտարկվում է արդեն ամբողջությամբ ապօրինի։ Թունավոր ծառի պտուղների մոտավորապես է։ Թունավոր ծառի պտուղները ուրիշ բանին է վերաբերվում։ Խնդրում եմ ձեր դիրքորոշման իրավական հիմքը կնշեք։ Իսկ ապօրինի ծառայության գույքի հասկացությունը։ Գույք, որը չի հիմնավորում անձի օրինական եկամուտների հիմնավորում։ Մենք քաղաքացիական օրենսգիրքը գույքի տեսանկյունից քննարկում ենք, այսինքն դուք դասում եք, թե չէ։ Դա բազաբանում է, 100% մասնակցությունը բաղկացած է որոշակի քանակի բաժնեմասից։ Այսինքն ինքը անբաժանելի գույք չի կանոնադրական կապիտալում մասնակցությունը։ Եթե ես ճիշտ հասկացա, ձեր տրամաբանությունն ունենա, որպեսզի չխախտվի գույքի ամբողջականությունը, դուք ամբողջն եք պահանջում։ Ոչ թե չխախտվի գույքի ամբողջականությունը, այլ գույքը ինքնին գույքային միավորը ամբողջությամբ դիտարկվում է ապօրինի, եթե առկա են դրամական միջոցների միախառնում ապօրինի եւ օրինական միջոցներ են ուղղել կոնկրետ գույքի ձեռքբերմանը, եթե ապօրինի դրամական միջոցները միախառնվում են, հետեւաբար գույքը ամբողջությամբ դիտարկվում է ապօրինի եւ սա ուղղակիորեն գույքի ապօրին ծագումցող գույքի հասկացությանն է վերաբերում այն։ Եթե ինքը 50% մասնակցություն ունենա, 50-ն էլ ուրիշին պատկանել, ուրիշին էլ եք միայն։ Ոչ, իհարկե ոչ։ Դա իրեն պատկանող միավորի մասը։ Իրեն պատկանող, այսինքն պայմանական 100 հատ բաժնեմասը դուք դիտում եք մեկ գույքային միավոր։ Եթե անձին են պատկանում։ Անձին է պատկանում։ Անձին պատկանող գույքը բաժնեմասի դեպքում, բաժնի տոմսի դեպքում քիչ առանձնահատկություն կա, որովհետև պատերով է որոշվում։ Բաժնեմասի դեպքում եթե տոկոսային է 50% մասնակցությունը դիտարկվում է որպես գույք, 50% բաժնեմասը։ Ես կարծամ հասկացությունը չէ, նշեցիք որպես Գույքի ապօրին ծագում ունենալու այո։ Ապօրին ծագումցող գույք, հասկացությունը։ այդ թվում մեկ միավոր գույք,
մի քանի միավոր գույք կամ մեկ միավորի գույքի բաժին, Այո։ որի ձեռքբերումը ուսումն օրենքով նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով, այս է մեր դիսպոզիցիան։ Հիմա ունենք 20.5%, որ հիմնավորվում է օրինական միջոցներով, եւ ունենք 70.95, հա։ Ակնադիր ՍՊ-ի դեպքում, այո, բայց միաժամանակ սեփականությունն է, այսինքն բաժնեմասը 100%, մեկ միավոր գույքի մասին է խոսում։ Մեկ բաժնեմասը 100%-ի։ Իմ պատկերացմամբ ինչքան ներկայացնում ենք միշտ օրենքերը, տարբեր հիմնավորում, սա ինվեն վարույթ է, այսինքն գույքի նկատմամբ վարույթ է։ Հիմա մի պահ եկեք մոռանանք Նարեկ Սարգսյանի անձը, հա։ Գույքի նկատմամբ բռնագանձումը ձեր մատնանշած սահմանման շրջանակներում ես հասկանում եմ միավոր գույքի բաժինը, որը օրինական եկամուտներով։ Հիմա 100%-ը բաղկացած է 100 հատ բաժիններից։ 100-ից 20.5-ը 5%-ի չափով պայմանական 25 բաժնեմասը դուք համարել եք օրինական։ Հիմա չեք ուզում, եք պահանջում։ Պարոն Հարությունյան, ես դեռևս կգրկում եմ, բայց գույք հասկացությունը այս պարագայում դիտարկում պես մեկ միավոր գույք եւ խոսքը գծում է 100% բաժնեմասի մասին, հետեւաբար բաժին տերմինը իրավասում արմինը չի մեկնաբանում որպես գույքի ապօրինի մաս, դրամական միջոցների մաս, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։ Բաժին տերմինը կօգտագործվել եւ ընդունելի կհամարվեր դատախազության համար, եթե խոսքը գնար 1/2 օրինակ մասով բաժնային սեփականության մասին, օրինակ որոշակի հողատարածքում։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք 100% բաժնեմասի հետ։ Եվ օրենքները հստակ նշում է, որ ապօրինի ծախսվող գույքը այն գույքն է, որը չի հիմնավորվում ազգի օրինական եկամուտներով։ Լավ, ոստե հարց չունեմ ճիշտ ասած։ Հաջորդ հարցը 30/12/2009 թվականին Հայց Սարգսյանը բաժնեմասի նվիրատվության պայմանագրով Սուրիքի նախկին մարզպետ Սուրիկ Արմին դատան չի ստացվում, էլի, դատականիստների հետ այս պատերակում ենք աշխատելու միջնորդին։ Պարոն Հարությունյան, կարող եք ձեր միջնորդությունը ներկայացնել դրամապահության դատանը քննարկի, միգուցե բավարարի, միգուցե ոչ։ Կարող եք այդ ձևով։ Ես միջնորդում եմ դատական նիստը հետաձգել, որպեսզի մենք խմբավորենք հարցերը, աշխատանքի ճիշտ բաժանում այն, որովհետև դուք ինքներդ եք տեսնում հարգելի դատան, որպես դժվար է։ Գործընկերս մի բան ասում, ես հիշում եմ, որ օրինակ կարող է այդտեղ բան լինի, օրենքով պաշտպանվող գաղտնիք լինի, որպեսզի այս վիճակը չլինի, էլի։ Դրա համար էինք մենք ի սկզբանե միջնորդում, որպեսզի դատական նիստը Պարոն Գաբրելյան, պարոն Հարությունյան, ես նորից եմ կրկնում, որ դռնբացությունը, հրապարակայնությունը դա կանոն է դատական նիստերի անցկացման։ Դռնփակ ռեժիմով կարող եք բացառիկ դեպքերում, եւ եթե հնարավորություն կա օրինակի համար 10 րոպեն անցկացնել դռնբաց, մնացածը դռնփակ, դատանը այդ 10 րոպեն նույնիսկ անցկացնել է դռնբաց եւ հակառակը։ Դրանով պայմանավորված, ուզում եմ ասեմ, որ դուք շատ ուրեմն ֆիլտրեք այն տեղեկությունները, որոնք իսկապես գտնում եք, որ կարող են խնդիր առաջացնել գաղտնիք կազմող տեղերից, ընդ որում դատանը եւս մեկ անգամ դա կգնահատի արդյոք այդպես է թե ոչ, հաշվի առնելով, որ ես նորից եմ կրկնում, խոսքը վերաբերում է այնպիսի անձի մասին, որը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է եղել, հանրությունը գրեթե Մենք խոսում ենք Ալեքսանդր Սարգսյանի եւ ընտանիքի անդամների մասն ենք խոսում, այդ դեպքում, որ միշտ գտնվել է հանրության ուշադրության կենտրոնում նաեւ իր ընտանիքի անդամները եւս, դա նկատի ունեցեք։ Ես նաեւ ձեր առաջարկը, ձեր դիրքորոշումը ընդունելով հիմա միջնորդում եմ, որպեսզի դատական նիստը հետաձգենք, որպեսզի անցկես նիստ ունենք, որովհետև եթե ձեզնից 10 րոպե ժամանակ խնդրենք, որ խմբավորենք հարցերը, մեկը գալու դատական նիստը ավարտի, որտեղ նիստ ունենք։ Եվ խնդրում ենք հետաձգել, որ մյուս դատական նիստին մենք խմբավորած գանք, բաց հարցերը տանք, հետո երբ որ արդեն գանք այն հարցերի, որտեղ բանը միջնորդություն ներկայացնենք։ Զուտ է ասում, Շատ լավ։ Եվ որպեսզի կողմերի համար, հատկապես պատասխանողների համար նաև կանխատեսելի լինի, թե դատարանը ինչ է ակնկալում այս վարույթները հենց կոնկրետ պատասխանողներից ու նաև հաշվի առնելով, որ մենք դեռ հարց պատասխանի փուլում ենք գտնել ձեր առարկությունները չունենք, ուրեմն խնդրում եմ որպես իգիտություն ընդունել հետևյալը, որ դատանի համար անհրաժեշտ է, որպեսզի դուք ներկայացնեք ձեր դիրքորոշումը
հաշվարկի եղանակի եւ սկզբունքների հետ կապված, այն սկզբունքները, որոնք որ օգտագործել է հայցվորը, ձեզ համար ընդունելի է, ընդունելի չի, եթե ընդունելի չէ, առաջարկելու եք ձեր կողմից հաշվարկի եղանակը, սկզբունքը, հիմա այս գործով, եթե չեմ սխալվում, օրական հաշվարկ է նախատեսված եղել, եւ նաեւ դատարանը յուրաքանչյուր ծախսի մասով եկամուտի մասով հասկանալի է, որ վեճ կա, ծախսի մասով եւս, եթե դուք առարկություն եք ունենալու, կոնկրետ ծախսերի մասով ներկայացնելու եք ձեր առարկությունները, հակառակ բարևում ծախսերի մասով ընդունելու է հայցվորի ներկայացրած ամբողջ բազան, սա ուղղակի ընդունեք իգիտություն, որ ոչ միայն մեկ եկամուտների մասն ենք խոսում օրինական է թե օրինական չի, ամեն դեպքում ծախսերի մասով էլ դուք պետք է ձեր դիրքորոշումը ներկայացնեք, եթե անհամաձայնություն ունեք հայցվորի կողմից ներկայացրած ծախսերի մասով։ Արմենն կարող եք ասած նախատեսել սպառեիք հարցերը, որ մեր դիրքորոշումը վերջնական։ Ես ուղղակի ասում եմ, որ հիմիկվանից արդեն սկսած կարող եք մտածել այդ ուղղությամբ, որ նյութերը շատ են, նաև ծախսերին եւս անդրադառնաք, եթե ինչ-որ մի բան գտնում եք, որ ընդունելի չէ ձեզ համար, այլ այսինքն օրինակ եմար այս ժամանակահատվածում ոչ թե այսքան ծախս է կատարել, այլ այսքան, կամ հաշվարկի մեջ պետք է ներառել սա եւ ոչ թե սա, դա մանրամասն ներկայացնելու եք դատարանին, որպեսզի դատարանը հետագայում նաև գնահատական տա ձեր կողմից ներկայացվածին ու ձեր առարկություններին այդ մասով։ Հաջորդ դատական նիստը։ Դեկտեմբերի 4 ժամը 3-ից հարմար է մինչև օրվա ավարտ։ Ես ուսանցքես ավելի դատարանություն դատարան միշտում մի քիչ որ ավելի ուշ մի կարծում կհասցնեմ։ 3:30 Կարծում կհասցնեմ։ Կարող ենք այլ օր, որպեսզի ավելի երկար աշխատենք։ Նախ մեկս կարակ 3 նշանակեք ես կնիանում եմ դեպի մի քիչ ուշացումով ես։ Շատ լավ, ուրեմն ֆիքսում ենք դեկտեմբերի 4 ժամը 3-ին ու ձեր մոտ նշեք մինչև օրվա ավարտ։ Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 4-ի ժամը 15:00-ից դատական նիստը հայտարարվում է։